Նիկոլ Փաշինյանին կարծես թե շատ է անհանգստացնում եկեղեցու մաքրությունը, այդ դարձը իրեն մաշել է, ինքը ամեն օր մի ձև է փնտրում, որպեսզի եկեղեցին մաքրի, նախ կուսակրոնության ուխտը խախտելու հետ կապված քննարկումները շատ են, ինքը նույնիսկ կանոնագիրքն է գտել եւ ըստ կանոնագրքի ձեզ հոգեվորականներից սովորեցնում է ինչպես պետք է ճիշտ հոգեվորական լինել։ Հիմա եթե ըստ գրքերի Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ուրեմն ինչ է մնում անել հոգեվորականներին։ Ուրեմն իրեն տրված է, եթե ինքը կանոնագրքով հետաքրքրվում է, պետք է բացի իրեն վերաբերող հոդվածները կարդա։ Իրեն վերաբերող հոդվածները կարդա։ Եվ եթե դրանից հետո նոր ինքը իրեն անմեղ կհամարի, այն ժամանակ քարը թող շպրդի։ Թող ինքը իրեն վերաբերող հոդվածները կարդա։ Հասկանում եք, այնտեղ բոլորին վերաբերող հոդվածներ կան։ Բոլոր խավերին, իշխաններին, ռամիկներին, ամուսնացածներին, չամուսնացածներին, ապօրինի կենակցողներին, չկենակցողներին, բոլորի մասին հոդվածներ կան։ Ապօրինի 4 զավակ ունեցողների մասին հոդվածներ կան։ Տարիներ շարունակ նույն կնոջ հետ շնության մեջ ապրողների մասին կան հոդվածներ։ Այդ հոդվածները թող ընթերցի իրան վերաբերող եւ իր խառախուրային վերաբերող, այն որ գոռում են ինչ-որ նորաթուխ դեմքեր, Նիկոլից ավելի Նիկոլ։ Թող իրենց վերաբերող հոդվածները կարդան, դրանից հետո եթե իրենց անմեղ կհամարեն, այն ժամանակ թող քարը շպրտեն։ Ասում եմ մենք աշխարհիկ մարդիկ ենք։ Այդպես աշխարհիկ մարդկանց էլ է վերաբերում նույն կանոնագիր։ Կարող ենք մեղ գործել, հոգեվորականը չի կարող, ոչ։ Հոգեվորականն էլ կարող է մեղ գործել։ Ուրեմն հոգեվորականը եթե մեղ գործում է, դու տեղյակ ես իր ապաշխարությունից։ Դու մեղքը երևում է, բայց ապաշխարությունը չի երևում։ Հասկանում եք։ Ուրեմն եթե մենք սայթագում ենք ինչ-որ մեղք ենք գործում, դրա համար կա խոստովանահայր, ում խոստովանում ենք, եւ ում տված պատիժը կրում ենք, ապաշխարության չափը ինչ որ նշանակում է կրում ենք, որից հետո ազատվում ենք այդ մեղքից։ Նույնը իրենք արել են իրենց մեղքերի համար, խոստովանել են իրենց մեղքերը, ապաշխարել են իրենց մեղքերի համար, թողություն ստացել են։ Հոգեվորականները եթե ինչ-որ մի բան էլ արել են 40 տարի առաջ, 30 տարի առաջ, 20 տարի առաջ, 10 տարի առաջ, այդ մեղքերի համար ապաշխարելու ընթացքի մեջ եղել են, անցել են, եւ այդ մեղքերը իրենց թողնվել է, ներվել է, որի պատճառով իրենք շարունակել են իրենց ծառայությունը այս եկեղեցուն եւ այս ազգին։ Նույնը քրեական բանով է, չէ՞, եթե մարդը ինչ-որ մի մեղք է գործել եւ դրա համար դատապարտվել է, ասենք 15 տարի եւ գնացել 15 տարի իր դատապարտությունը կրե դուրս է եկել, այլևս անբարոյական է իրեն հիշեցնել իր գործած հանցանքի մասին։ Այդպես է, ընդհանրապես հասարակությունը բնավորություն ունի հիշեցնելու, բայց դա անբարոյականություն է։ Եթե մարդը քավել է իր մեղքը, դա անբարոյականություն է։ Իրեն հիշեցնել ասելու համար, թե չէ, ամեն հակառակ այն բանին, որ դու քավել ես, հակառակ այն բանին, որ դու ապաշխարել ես, չէ, ես ինձ համար դու մեղավոր ես։ Դրա համար դու գնա քեզ վերաբերող հոդվածները կարդա, տես այդ պատիժները կրել ես, կամ այդ պատիժները քեզ նշանակել է եկեղեցին, կամ դու այդ քո մեղքերի համար որևիցե մի հոգեվորականի խոստովանել ես, որևիցե մի հոգեվորականի մոտ ապաշխարել ես, թողություն ստացել ես։ Տգետ, այսինքն հայ եկեղեցու ժառանգության կամ վարդապետության կամ հայ քրիստոնեական բարոյականության մի տոկոսը իմանալով դու 99%-ի վրա ես հարձակվում։ Դու քո տգիտությունը վերացրու, հա, նոր գիտումների դեմ դուրսել։ Ասում եմ, պարզ հարց եմ տվել, այդ հարցի հետ կապված որևէ հստակ պատասխան որևէ մեկը չի տվել։ Չի նման հարց տալ։ Այդպիսի հարց մենք էլ կարող ենք տալ, հասկանում ես, բայց չենք տալիս, չէ՞։ Նման հարց, նման հավասարաչափ համարժեք հարց մենք էլ կարող ենք տալ, չէ՞։ Ում տալ։ Իրեն։ Բայց ինքը աշխարհիկ մարդ է։ Ինչ աշխարհիկ մարդը անմեղ է, աշխարհիկ մարդը ինչ իրավունք ունի, ուրեմն աշխարհիկ մարդուն տրված չէ դադելու հոգեվորականին, այդ նույն կանոնագրքով։
Այդ նույն կանոնագիրքը թող բացի տեսնի, որ աշխարհական մարդուն տրված չէ դադել հոգևորականին։ Հոգևորականին որևիցե մեղքի համար դադում է հոգևոր ատյանը, որովհետև ինքը Աստծո առաջ է պատասխանատու։ Եղել է դեպք Սրբազան, որ նույն հոգևորական դասը դատել է հենց այս խնդրի հետ կապված կուսակրոնության ուխտին եւ այդ հոգևորականը այլևս ծառայություն չի իրականացնում։ Գրեփլեցուն չեք տեսել կարկալության ինչքան կարկալություններ են եղել, որ հիմնականում նաեւ է դեղի պատճառը։ Կուսակրոնության խախտումն է եղել եւ կուսակրոնության խախտումից հետո ասենք թե առանց անապաշխար մնալն է եղել, որի հիման վրա էլ կարկալույց է եղել, բայց իր անձնական կյանքին հարված չհասցնելու համար, իր բարոյական նկարագրին հարված չհասցնելու համար, երբեմն որոշման մեջ դա չի նշվել, ասվել է, որ անհնազանդ է եղել իր ուխտին, չի կատարել, ասենք, հոգևոր իր ծառայությունը, որի պատճառով դիմում է գրել, կարկալույց է եղել։ Բայց հիմա խնդիր է դրված վեհափառի կաթողիկոսի հարցը։ Գալատ է անում։ Հիմա սրբազաններից մեկը այն օրը շատ հստակ ասեց։ Ազգային եկեղեցական ժողովը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ընտրել է վեհափառ հայրապետ։ Վարչապետը, այն էլ էս վարչապետը, այն էլ էս պետության, որից պետության շնորհք չի մնացել։ Ազգային եկեղեցական ժողով չի։ Հասկանում եք։ Կաթողիկոսը ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, ընտրվում է Ցկյանս։ Եվ բացառիկ հանգամանքներում, եթե կաթողիկոսը Աստված մի արածե, որը հնարավոր չի եղել որևիցե պատմության մեջ, որևիցե եկեղեցագիտական, դավանաբանական սխալ է թույլ տալիս, վարդապետական շեղում է թույլ տալիս, ազգային եկեղեցական ժողովը հավաքվում է, եպիսկոպոսատ ժողովի հրավերով կամ ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով, եւ ինքն է, որ իրավասու է անվստահություն հայտնել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ուրիշ որևիցե օրգան, այն էլ վարչապետ, այն էլ Հայաստանի Հանրապետության։ Կաթողիկոսը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Ինքը Հայաստանի կաթողիկոսը չի։ Ինքը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Հայերի մեծամասնությունը բնակվում է Հայաստանից դուրս։ Հասկանում եք։ Ուրեմն Հայաստանը ինքը իբրև հանրապետություն, Հայաստանը ինքը նույնիսկ մեծամասնության քվեջ ունի կաթողիկոսի ընտրության հարցում։ Հասկացաք։ Հայաստանը իբրև մեծամասնություն չի ներկայանում ազգային եկեղեցական ժողովում։ Հայաստանը ներկայանում է իբրև փոքրամասնություն։ Որովհետև 10 միլիոն հայություն է, նույնիսկ եթե 7 միլիոն հայություն լինի, էլի մեծամասնությունը սպյուրքն է։ Այդպես է, թե այդպես չի, պարզ թվաբանություն է, չէ՞։ Հետևաբար այդ 3 միլիոնը ներկայացնող ինչ-որ վարչապետ չի կարող հավակնել, հա, 7 միլիոն ներկայացնող ցմա ընտրվող, Ցկյանս ընտրվող ամենայն հայոց կաթողիկոսին վարարնելու, փոխելու որևիցե բան, հավակնություն չի կարող ունենալ։ Ուրեմն, քանի որ ինքը լկտի է, այդ բառի ամբողջական իմաստով, անամոթ է այդ բառի ամբողջական իմաստով, անպատկառ է այդ բառի ամբողջական իմաստով, դրա համար թույլ է տալիս իրեն մի բան, որ պիտի թույլ չտար։ Սրբազան, տեսեք, դուք օրինակներ եք բերում, բայց ամեն դեպքում ասում է Նիկոլ Փաշինյանը եկեղեցին ժողովրդին է։ Հիմա ժողովուրդը ունի իրավունք եկեղեցու մաքրության հետ կապված որոշելու։ Ինքը ժողովուրդը չի։ Ինքը պետություն է եւ իշխանություն է, իբր թե պետություն է, բայց փաստացի իշխանություն է։ Իշխանությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Եկեղեցին չի կարող, պետությունը չի կարող, իշխանությունը չի կարող որոշել ով է լինելու ամենայն հայոց կաթողիկոս կամ չի լինելու։ Իշխանությունը չի կարող որոշել ով է լինելու թեմերի առաջնորդ։ Իշխանությունը չի կարող որոշել թեմերի վարչական սահմանները։ Իշխանությունը չի կարող որոշել, թե որ եկեղեցուն որ քահանան է ծառայելու։ Դա իշխանության գործը չէ։ Փոխարենը ձեզ ասում են, իսկ եկեղեցու գործն է քաղաքականության մեջ խառնվել։ Մենք քաղաքականության մեջ խառնվել ենք, օրենք ենք խախտել։ Օրենք ենք խախտել։ Բռնեք, դատեք,
Դատապարտեք։ Ուրեմն դա նույնն է, որ հասկանում ես գողին ասեն, քանի որ դու գողություն եք անում, ես էլ իբրև պետություն գողություն եմ անում։ Քանի որ բռնաբարողին ասես, քանի որ դուք բռնաբարություն եք անում, մենք էլ իբրև պետություն բռնաբարություն ենք անում։ Ուրեմն ով ինչ անի, դրա համարժեքը իրենք պետք է անեն։ Կամ հասարակ բանը սահմանադրությունը որ կարտան կտեսնեն, որ մենք իրավունք ունենք քաղաքականությամբ զբաղվելու, բայց իրենք իրավունք չունեն եկեղեցվոր ներքին գործերին միջամտելու։ Իրենք իրավունք ունեն մեզ քննադատելու, ինչպես մենք ենք քննադատում։ Թող քննադատեն, ասեն Շիրակի թեմի առաջնորդը ինչ բանը սխալ արեց։ Քննադատում են ձեզ եւ ասում են չեն քննադատում, ասում են պետք է փոխենք, պետք է ծնգի բերենք, կոռումպացվածներին պետք է բացահայտենք, պետք է լռեցնենք, սրանք տարբեր բաներ են, աղջիկ ջան։ Մենք ասում ենք պետք է լռեցնենք, մենք ասում ենք ծնգի պետք է բերենք, մենք ասում ենք թող հեռացի, այս երկիրը մեղք է։ Էս ենք ասում մենք, թող հեռացի, այս երկիրը մեղք է։ Վերջացավ գնաց։ Այսքան բան ենք ասում, քաղաքականությամբ խառնվել է, օրենք ենք խախտել, քրեական հանցանք ենք գործել։ Դատեք մեզ։ Հիմա հիշեցնեմ, թե ինչ են վերջին օրերին շատ ասում ձեր հետ կապված մասնավորապես, ասում են դուք որոշ ժամանակ առաջ իշխանությունը զավթելու կոչեր են արել։ Զավթելու ոչ, երբեք զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման։ Դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման։ Ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք այս երկիրը, այս խելագարից փրկեք, չեն փրկում։ Իրենք էլ նույնքան մեղավոր են այս ամեն ինչի մեջ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել։ Ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ։ Շատ ուշացած է։ Բայց էլի անհրաժեշտ է անել։ Այսքան բան։ Բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում, հա, եւ ոչ թե այս երկրի մասին են մտածում, ոչ թե այս հանրապետության մասին են մտածում, ոչ թե այս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակեն տուն պահել։ Օրը կգա բարին հետը, այս իշխանությունը կչքվի, իրենք է գլխիկորման կգան փողոցում։ Գլխիկորման կգան, եթե ամոթ ունենան իհարկե։ Եթե անպատկառ լինեն, գլուխները բարձրել ման կգան, հեչ բացառված չի։ Ինչպես երեք որ ասում է, պարտությունը իբրև հաղթանակ է ներկայացնում, թող շարունակեն պարտությունը իբրև հաղթանակ ներկայացնել։ Այսօր էլ գնալ Թուրքիայում գլխիկոր կանգնել, հայ ներկայացնել դա աննախադեպ հաջողություն։ Մենք չենք համարում դա աննախադեպ հաջողություն, մենք դա համարում ենք համազգային խայդարագություն, եւ որպես այդպեսին հայտարարում ենք, սա քաղաքականությամբ զբաղվել է։ Դուք հստակ իմացեք ինչ է քաղաքականությամբ զբաղվելը, դուք ախր քաղաքականությամբ զբաղվել էլ չգիտեք, այնքան ողորմելի եք, որ այսինքն ձեր այն հիմարությունները, որ անում եք, դա համարում եք քաղաքականություն։ Այս ճղճիմությունը ընկել եք կաթողիկոսի հետևից, եպիսկոպոսների հետևից, սա համարում եք քաղաքականություն, եկեղեցին մաքրելու առաքելություն։ Եկեղեցին օվկիանոսի պես ինքնամաքրվելու հատկություն ունի։ Հասկանու՞մ, ոչ ոք չի փորձում օվկիանոսը մաքրել։ Ոչ ոք։ Խենթը կմենակ փորձի օվկիանոսը մաքրել։ Հա։ Օվկիանոսը ինքնամաքրվելու հատկություն ունի։ Ինքն բոլոր ախտը, որ ստանում է ուրիշներից, մաքրելու եւ մաքրվելու հատկություն ունի։ Այն բոլոր մեղքերը, որ նույնիսկ մենք գործում ենք, էդիկ բոլոր այս հասարակության ախտերի արտացոլումն են մեր կյանքում։ Եթե մենք, այսպես ասած, սրբացած Սուրբի մոտ հասարակությունում ապրեինք, կլինեինք շատ ավելի սուրբ, քան ենք։ Ես դրա համար ուրիշ մի անգամ ասել եմ, որ ցավոք մեր ժողովուրդը շատ բարձր նշաձող է դնում հոգևորականի համար, բայց ձեր ասածով իր համար շրիշակի ցածր։ Իսկ ես աշխարհական եմ, ես ինչ ուզենամ կանեմ։ Քեզ թվում է թե ինչ ուզենաս կանես։ Եթե դու քրիստոնյա ես, քո առջև դրված է նույն պատասխանատվություն, ինչ որ հոգևորականի առջև։ Հիմա հոգևորականները մտնեն յուրաքանչյուրի ընտանիք, որից տեղյակ են, որտեղ ամուսնական հավատարմությունները անհավատարմությունները գլուխ առած գնում են, եւ բոլորինը հրաբարակ են, դա կլինի բարոյական։ Հա? Այս ինչ ամուսնուն ասեն, որ գիտես, քո կինը քեզ դավաճանում է, այս ինչ կնոջն էլ ասեն, որ ամուսինդ քեզ դավաճանում է, կլինի բարոյական։
Ես այնօր ասեցի, չէ, ոչ ոք գաղտնիքների այնքան չի տիրապետում, որքան հոգևորականը։ Աշխարհի գաղտնիքները ունի հոգևորականը, ուրիշների մասին։ Դրա համար կա առածը, որ դուք ուրիշ կերպ եք մեկնաբանում, սարուձոր տերտերի փոր։ Սարուձոր տերտերի փորը վերաբերում է գաղտնիքները պահելուն, ոչ թե ուտելուն։ Հասկանում ես, դա էլ չգիտեք, դա էլ եք դարձրել ես իմ ուրիշ ձևի, մինչև թե հոգևորականին մի քարավել նետեք, հասկանում ես։ Բայց սարուձոր տերտերի փորը նշանակում է, որ աշխարհի գաղտնիքներն է պահում իր մեջ։ Եվ չի բացահայտում, նույնիսկ երբ որ դրտում եք։ Չի բացահայտում, ինքը լուր է։ Ինքը չի պատասխանում նույնով, համարժեք չի պատասխանում։ Երբ որ դու ասում ես իրեն դու սխալվել ես, ես ինչ հարցում սայտագել ես, ինքը չի ասում, դու էլ ես սայտագել։ Ուրեմն թողեք, որ եկեղեցին, եթե մաքրվելու անհրաժեշտություն ունի, ինքը կինգնամաքրվի։ Ինք ունի այդ հնարավորությունը եւ Աստված տալիս է այդ հնարավորությունը։ Եթե դուք փորձում եք հոգևորական փոխել եւ հոգևորականների միջամտել հոգևորականների գործերին, դուք դա նշանակում է ցույց եք տալիս, որ Աստվածամարդ եք։ Ես մի անգամ էլ ասեցի, ինչ է Աստված ի վիճակի չի մեզ փոխելու, դուք պետք է փոխեք։ Աստված ի վիճակի չի Շիրակի թեմի առաջնորդին, որը ասեք թե շատ վատ առաջնորդ է, Շիրակի թեմը տանում է կործանման, ժողովրդին տանում է անհավատության, ժողովրդին տանում է դեպի դժոխք։ Ուրեմն Աստված ի վիճակի չի այդ առաջնորդին վերցնելու եւ շպրտելու աղբանոց, դուք պետք է անեք դա։ Ուրեմն Աստված չկա։ Եթե դուք Աստծուն հավատում եք, ոչ թե Աստծու գոյության, այլ Աստծուն հավատում եք եւ հավատում եք, որ այս եկեղեցին Աստվածակառույց եւ Աստվածահիմն է, ուրեմն Աստված ինքը կորոշի ձեզ ինչպիսի հովիվ է պետք։ Երբ որ արժանի լինեք լավ Շիրակի թեմի առաջնորդ ունենալու, կունենաք լավ Շիրակի թեմի առաջնորդ։ Իսկ հիմա բավարարվեք այն Շիրակի թեմի առաջնորդով, ինչովին որ արժանի եք։ Շատ պարզ է։ Ես ուրիշ անգամներ էլ եմ ասել, չէ՞, ես այսքան եմ։ Ես ինձ վրա եմ բերում եւ ինձ վրա պիտի բերեմ, որովհետեւ անպատշաճ եւ անպատկառությունն է ինչ որ կաթողիկոսի հանգամանքը եւ իր անձը քննարկելը։ Ուղղակի անամոթության գագաթ է։ Հա։ Առավել եւս կաթողիկոսի ինչ որ ավազանի անուն ազգանունով կոչելը, հասկանում եք։ Եվ դրա համար ինձ եկեք դուք եղեք Շիրակի թեմի առաջնորդ, ձեր ճանապարհը փագելի, խոչընդոտել եմ, սուրբ եք, եկեք եղեք։ Դժվար է, չէ՞։ Կողքից խոսելը մեծ փրտելը հեշտ է, լինելն է դժվար։ Այդ բերանտակ մտնելն է դժվար, ուխտանելը եւ այդ ուխտին հավատարիմ մնալու դժվարությունները պահելն է դժվար։ Ուրեմն անջատիչ չի կուսակրոնության ուխտը, գիտես, պատի վրա, որ անջատեցիր, վերջ, երկու սակրոն ես, վերջացավ։ Ոչ ցանկություն կա, ոչ բան կա, ոչ տղամարդ ես այլևս։ Դառնում ես ներքինի։ Այդպես չի։ Այդպես չէ։ Եվ այդ կանը ցանկացած խելքը գլխին մարդ կհասկանա, որ հոգևորականը նույնպես մարդ է։ Մարդ է, միսուարյուն է։ Եվ ընդ որում առողջ միսուարյուն է, որովհետև հիվանդներին եկեղեցին չի ընդունում։ Որովհետև հիվանդը չի կարող նվիրվել Աստծուն։ Ինչպես մադաղանելուց չէ, հիվանդ ոչխար չեք մադաղանում, այլ առողջ։ Նույնը մարդու պարագային, երբ որ ճեմարան դու դիմում ես ընդունում, քո ֆիզիկական առողջությունը ստուգում են նաև։ Որ դու ֆիզիկապես առողջ ես, արատուն ես ֆիզիկական, եթե ֆիզիկական արատուն ես, չես կարող ընձայվել Աստծուն։ Այլապես ֆիզիկական արատ ունեցողների ներքինիներին կհավաքեինք, հասկանում ես, վերջացան կգնար ոչ դժվարություն, ոչ էլ ցավ, եւ այդ ներքինիները շատ ավելի խիստ կլինեին ձեր նկատմամբ, որովհետեւ իրենք չէին ունենա այն ցանկությունները, որը դուք էլ ունեք։ Չէին հասկանա։ Չէին հասկանա։ Սրբազան, միայն այդ հարցը չի տանջում Նիկոլ Փաշինյանն։ Հիմա նոր թեմա է բացել։ Որովհետեւ այդ հարցը պատրվակ է։ Չէ, տեսեք, Կուսակրոնության հարցը պատրվակ է։
իր հիմնական ծրագիրը հայ եկեղեցուն հնազանդեցնելն է, դարձնելու իր հասկացողությամբ Հայաստանի եկեղեցի, չէ, ինքը դες քան ասում են, չէ, Հայաստանին պետք է նոր կաթողիկոս։ Տղա ջան, կաթողիկոս Հայաստանը չունի։ Կաթողիկոս ունի հայ ժողովուրդը եւ հայ եկեղեցին։ Հայաստանը կաթողիկոս չունի։ Չել կարող ունենալ։ Երբ որ Հայաստանը կունենա կաթողիկոս, այն ժամանակ, երբ որ աշխարհի բոլոր հայերը ապրեն միայն Հայաստանում։ Այդ ժամանակ կարող է ունենալ Հայաստանը կաթողիկոս։ Ինչու է ուզում հնազանդեցնել։ Որտեվ հիվանդ է, քանի անգամ ասեմ։ Ինչքան կարելի ասել, առողջապահության նախարարությանը դիմեք, այդ մարդը երկրի մասին չի մտածում։ Ինքը իմպուլսիվ առաջնորդվում է իր քմահաճույքներով եւ իմպուլսներով, իր հոգեգան հիվանդության տված իմպուլսներով։ Այս պայն այդ իմպուլսն է ստացել, մինչև վերջ պետք է գնա, մինչև որ շանս ատկելը եկել է, ինչպես ասել է։ Կբավ է այլևս, գիտեք, իրոք Այս երկիրը այսքան ցնցումների մեջ տանել, այս 7 տարի շարունակ, այս ձևի ղեկավարել, այս ձևի եւ մեկը մյուսից հակասական հայտարարություններ, այսօր մի բան, մի քանի տարի հետո լրիվ հակադար ֆորպոստի վարչապետ, հետո չգիտեմ սուվերեն վարչապետ։ Պարզ չի որ այս մարդը հիվանդ է։ Չէ, ասում է ոչ թե Արցախը կորցրինք, այլ գտանք Հայաստանի Հանրապետությունը։ Լավ էլի։ Մենք քեզ երբ պետք է կորցնենք, որ գտնենք Հայաստանի Հանրապետությունը։ Արի քեզ էլ կորցնենք, միայն թե Հայաստանի Հանրապետությունը գտնենք։ Էսի Հայաստանի Հանրապետություն է։ Սա Հայաստանի Հանրապետություն է կոչվում։ Դուք գոհ եք ձեր Հայաստանի Հանրապետությունից։ Հայաստանի Հանրապետություն են գտել։ Ամենտեղ նվաստացած, ամենտեղ ստորացած Հայաստանի Հանրապետություն։ Ասում է եկեղեցին զարթված է կաթողիկոսի եղբորորդին մոմի բիզնեսով, եղբայրը ամենամեծ թեմի առաջնորդ է, բարեկամներից մեկ էլ մյուս առաջնորդը։ Հիմարությունն է այսքան, հիմարություն։ Հիմա նույն ընտանիքից հասկանում ես 3 առողջ տղամարդ, ասենք թե իրենց նվիրել են եկեղեցվո ծառայության, կուսակրոնության։ Փոխանակ այդ մասին մտածեք, թե ոնց դուք եկել եք, ասում եք ես վես կամ այնպես։ Երկու եղբայր իրենց տվել են եկեղեցվո ծառայության, կուսակրոնության, անձնական կյանք չունենալու, նաև իրենց ընտանիքից երրորդը։ Դուք սա փոխանակ անձնազոհության, նվիրվածության չափանիշով չափեք, ես ինչով եք չափում։ Հո եկեղեցին հասկանում ես բիզնես կառույց չի կամ էս չի կամ այն չի, որ ասկը ՍՊ չի։ Հիմա դրա համար պետք է ասեք, թե ինչի եք երկու եղբայրով դարձել կուսակրոն, լավ են արի դարձել են, ձեզ ինչ։ Եվ եթե մեկը ուրեմն ինչ-որ հաջողությանը հասե, նշանակում է երկրորդը պետք է մնար անհաջողակ, որպեսզի լիներ արդար, կամ եկեղեցին էդի պրոբլեմ չի տեսնում, դուք ինչ եք տեսնում։ Էդի ես պետք է պրոբլեմ տեսնեմ, չէ՞, ձեր ասած ամենամեծ թեմի առաջ։ Ես պրոբլեմ չեմ տեսնում։ Հա, ձեր սիրտն է մռմռում, սոխը դուք եք կերել, դե մենք ենք կերել։ Ինչ է ձեր սիրտը մռմռում։ Մենք պրոբլեմ չունենք, ինչ է ձեր պրոբլեմը։ Ինչ եք բան փնտրում այստեղ եւ ուզում եք մեր եղբայրությունս այս քանդել, բան անել, մեկի մյուսի դեմ հանել, իբրև թե դրանով մաքրում եք եկեղեցին։ Ուրեմն եկեղեցականների, ասենք թե բան զգացմունքների հետ եք խաղում, որոնք նույնպես մարդ են, հա, կարող են ունենալ կարիերայի ձգտումներ, փառասիրության մոմենտներ եւ այլն, դուք էլ մտել եք բան, մտխլում եք, էլի։ Սրբազան հիմա որակարգային հարց է դարձել հայտնի գործարար Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո հետևած իրադարձությունները։ Հիմա ինչ է ստացվում, բոլոր այն մարդիկ, ովքեր պետք է հայտարարեն, որ աջակցում են եկեղեցուն, պետք է նման կերպ վարվեն, կամ դուք անձամբ նրա խոսքում տեսել եք իշխանության զավթման կոչ, երբ որ ասում է ես իմ ձևով կմասնակցեմ այս իրադարձությանը։ Բացարձակ, ինչ կա դեր իշխանության զավթման։
Պարզ չի, որ այդտեղ ոչ մի կոչ չկա, զավթման ոչ մի կոչ չկա։ Ես մարդը ասում է, ես իմ միջոցներով կպայքարեմ։ Եթե դուք չեք լուծի այդ հարցը, ես իմ միջոցներով կպայքարեմ։ Ես էլ իմ միջոցներով եմ պայքարում, ես էլ եմ պայքարում, չէ՞ իմ միջոցներով։ Եվ ցանկացած Հայաստանի քաղաքացու իրավունք է պայքարել իշխանության փոփոխության համար։ Այդ իշխանության փոփոխությունը զավթում ներկայացնելը դա հեղափոխականներին է տրված, որոնք հեղափոխությամբ զավթում են, հետո չեն թողնում, որ ուրիշը զավթի։ Իրենց կարելի է զավթել, հա, 2018 թվին, բայց նո, ուրիշը չի կարող զավթել։ Ո՞վ ասեց։ Բա դուք ինչպես եք եկել իշխանության։ Այ հեղափոխականներ, չեղափոխականներ։ Աստված տար ընդհանրապես չծնվեին ոմանք։ Հայ ազգը կշահեր։ Հայ ազգը կշահեր։ Այ իրեն ծնողները պետք է լինեին կուսակրոն։ Հա, հայ ազգը կշահեր։ Սխալ մարդիկ են կուսակրոն դարձել։ Մենք պետք է Դավիթներս պետք է շադանայինք, ցռան վերգոներին պետք է թույլ չտային, որ բազմանան։ Չպետք է թույլ տային, որ ցռան վերգոները բազմանան։ Այսքան։ Անունով եւ Որդվո եւ Ոգուին Սրբու ամեն։ Ոչ զայս աղաչեմ, զի բարձես զնոսա հաշխարեր, այլ զի պահեսես զնոսա իչարեր։ Ոչ թե աղաչում եմ քեզ, որպեսզի նրանց վերցնես աշխարից, այլ աղաչում եմ, որ նրանց հեռու պահես չարից։ Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, Հովհաննես Ավետարանիչը իր ավետարանի մեջ ունի դրվագ, երբ որ մոտենում է մեր Տիրոջ երկրավոր կյանքի վախճանը, որոշ հորդորներ է փոխանցում իր աշակերտներին, եւ նաեւ այդ հորդորները փոխանցում է նաեւ աղոթքի տեսքով։ Եվ ասում է, աղաչում եմ քեզ, երկնավոր հորն է դիմում, ում հետ մնայուն միության, հավերժական միության մեջ էր, աղաչելու, խնդրելու, որևիցի անհրաժեշտություն չուներ, բայց մեզ աղոթելու ձևը սովորեցնելու համար օգտագործում է այդ կապը, մարդկայինորեն, մարդկային կապը, աղաչելով երկնավոր հորը, որ նշանակում է, թե իրեն եւ ասում է, ես այս աշխարհից չեմ եւ իրենք էլ այս աշխարհից չեն։ Առաքյալների մասին խոսում է ասելով, որ իրենք նույնպես այս աշխարհից չեն, ինչպես ես չեմ այս աշխարհից։ Բայց դրա համար, որպեսզի պարզ դառնա, թե ինչ է ուզում ասել, եւ պարզ դառնա նրանց եւ իր տարբերությունը, շարունակում է այս խոսքը ասելով, բայց ոչ թե աղաչում եմ, որ իրենց վերցնես աշխարհից, այլ որ իրենց հեռու պահես չարից։ Այսօր աշխարհից վերցվածների մեկի հիշադակն է, Եղիա մարգարեի հիշադակն է, ով վերցվեց աշխարհից, ինչպես իրենից առաջ Ենովկը։ Ուրեմն դեպքեր կային եւ ակնարկում է Տերը շատ հստակ կերպով, ասելով, որ այս առաքյալների հետ մի վարվիր այնպես, մի արժանացրու այն պատվին, ինչը որ արժանացիր Ենովկին եւ Եղիային, ովքեր այս աշխարհից չէին, ովքեր այս աշխարհին արժանի չէին այդ բառի ամբողջական կատարելության իմաստով, որովհետև Աստվածաշունչ ասում է, Ենովկը այնքան կատարյալ գտնվեց, որ Աստված վերցրեց նրան աշխարհից
չարժեր, որ ինքը իր արդարությամբ մնար այս աշխարհի մեջ, որի իշխանը սատանան է, ժամանակավոր իշխանը սատանան։ Նույնը Եղիայի պարագային։ Եղիան այնքան հզոր գտնվեց, որ կանգնեց մենակ չարիքի իշխանության դեմ, Բահաղի իշխանության դեմ, եւ մենակ աղոթեց, ասում է, եւ երկիրը անձրև չտեղած 3 տարի եւ 6 ամիս։ Հետո աղոթեց եւ երկիրը տվեց անձրև, երկինքը տվեց անձրև եւ երկիրը տվեց պտուղ։ Եվ այդպիսի կատարելության հասած մարդը արժանացավ տեղափոխվելուն դեպի երկինք։ Եվ այսօր իր իշադակն է։ Մեր Տիրոջ հարության ֆինանս շրջանից հետո մեր եկեղեցին հիշեցնում է երկրավոր մահկանացու մարդու հափշտակումը դեպի երկինք Եղիա մարգարեի միջոցով։ Եվ այսօր ահավասիկ ուզում ենք խոսել մեր Տիրոջ կողմից Եղիայի պարագայով այդ երկիր տեղափոխվելու անհնարինության մասին մեր պարագային, որովհետև Տերը աղաչում է ասելով, չեմ ուզում, որ իրենք վերցվեն աշխարհից, թեև այս աշխարհից չեն։ Ինչ է նշանակում այս աշխարհից չլինել։ Նշանակում է, ինչպես Տերը ասում է, ես այս աշխարհից չեմ, նշանակում է երկնքի բնակիչ։ Երկնքին պատկանող, ոչ թե այս հողին պատկանող էություն, այլ երկնքին պատկանող էություն։ Ոչ թե հողի եւ հողայինի մասին մտածող, այլ երկնքի եւ երկնայինի մասին մտածող։ Երկնքի արքայության քաղաքացիներ, թեև այս աշխարհում գտնվող։ Եվ ահավասիկ առաքյալներով սկսվում է այդ կարգավիճակը լինել աշխարհի մեջ եւ չլինել աշխարհից։ Լինել աշխարհի մեջ, բայց չլինել աշխարհի հետ։ Լինել աշխարհի մեջ, բայց լինել այդ աշխարհին դեմ։ Ահավասիկ Տիրոջ կողմից հաստատված առաքելությունը առաքյալների եւ իր հաջորդների։ Եվ այստեղ շարունակում է Տերը ասելով, ուրեմն չեմ ուզում, որ իրենց վերցնես, երկինք հափշտակես, բայց ուզում եմ, որ իրենց հեռու պահես չարից։ Ինչ է նշանակում հեռու պահել չարից։ Մենք առաջին հերթին անմիջապես այս արտահայտությունը հասկանում ենք, այսինքն չարի հետ չհանդիպել, չարը շրջանցել, չարից խուսափել, չարին չթողնել, որ մոտենա։ Առաջին հերթին այսպես ենք հասկանում, բայց Տիրոջ մտածումը բնավ այդ չէ։ Ինչպես հայրմերի մեջ նույնպես, երբ որ ասում է հրգիր մեզ չարից, մտածում այդ չէ, որ չարը մեզ երբեք չհանդիպի։ Այդ չէ, այլ որ չարին հաղթելու հնարավորություն ունենա, չարը իրեն չնվաճի, չարին չպարտվեն, այլ կարողանան բարի պատերազմը պատերազմել եւ չարին հաղթել։ Պահել, հեռու պահել չարից, ուրեմն ոչ թե նշանակում է խուսափել, շրջանցել, շատ հաճախ, ինչպես ասի, այդպես ենք մտածում, եւ մեր աղոթքներն էլ այդպես ենք առաքում առ Աստված։ Ոչ թե ուժ ենք խնդրում Տիրոջից չարի դեմ պայքարելու, այլ խնդրում ենք, որ ինքը մեզ չարին չհանդիպեցնի։ Բայց աստվածային ծրագիրը այդ չէ, եւ քրիստոնյայի առաքելությունը այդ չէ, եւ եկեղեցու առաքելությունը այդ չէ։ Եկեղեցու առաքելությունը այս աշխարհի դեմ պատերազմել եւ այս աշխարհում հաղթանակ տանելն է երկնքի թագավորության համար։ Ոչ թե պատերազմից խուսափելն է, այլ պատերազմում հաղթելն է։ Ոչ թե հեշտ խաղաղություն ձեռք բերելն է, այլ հաղթանակած պատերազմ ունենալն։ Ուրեմն մենք այս աշխարհում գործում ենք
ոչ թե որպեսի խաղաղ եւ ապահով եւ հանդարտավետ կյանք ունենանք։ Եկեղեցական ենք դառնում ոչ թե նրա համար, որպեսի հանգիստ ապահով կյանք ունենանք, այլ ասում ենք, ինչպես Մարգարեն է ասում, աղավասիկ ես, ուղարկիր ինձ, առաջին գիծ, չարի դեմ պայքարի առաջին գիծ, եւ այնտեղ պատրաստ ենք կռվելու, խոցվելու, վիրավորվելու, երբեմն ճակատամարտեր տանուլ տալու, բայց պատերազմ երբեք։ Ինչու, որովհետև մենք չէ, որ պատերազմում ենք, այլ Աստված մեր միջոցով։ Հետևաբար մնայուն սխալ է այն մտածումը, մտածել թե եկեղեցում լինել կամ եկեղեցական լինել նշանակում է հեռու լինել բոլոր տեսակի չարի խարդավանքներից։ Ընդհակառակը հոգևորական լինել նշանակում է գնալ ընդդեմ չարի խարդավանքների, քանդել թագարդները, լուծել կապանքները, ոչնչացնել չարի մեքենայությունները, այո, երբեմն վիրավորվել, երբեմն արյուն լվա լինել, երբեմն արնակամ լինել, երբեմն խոցված լինել, երբեմն արհամարված լինել, ապահով տեղից իրենց դիտողներին։ Ինչպես երբեմն կարող ենք պատերազմից եկած վիրավոր զինվորին արհամարել, որ կորցրել է ձեռքը կամ ոտքը, աչքը, վնասել է իր մարմինը, կարող ենք արհամարել, բայց հաղթանակած զինվոր է նա, եւ երևաբար իրեն արհամարելով մենք իրեն ոչ թե արհամարած ենք լինում, այլ մեզ ենք նվաստացրած եւ ոչնչացրած ենք։ Ուրեմն նույնը, երբ որ պատերազմի դաշտից, չարի դեմ պատերազմի դաշտից մի պա վերադարձած կամ մի պա ապակինվող հոգևորականի ենք տեսնում, որը չարից խոցված է եւ արնակամ է, ոչ թե պետք է ուրախանանք, ցնծանք եւ հարվածենք, այլ պիտի աղոթենք նրա համար, որպես ինքը կարող ապակինվել եւ վերադառնալ ռազմի դաշտ, շարունակելու համար պայքարը եւ պատերազմը բարի ավարտի հասցնելու համար։ Աղավասիկ այս իմաստով է Տերը ասում. պահիր նրանց չարից։ Ոչ թե այնպես արա, որ չարին չհանդիպեն, այլ այնպես արա, որ չարին միշտ հաղթեն։ Այնպես արա, որ չարը իրենց չնվաճի։ Այնպես արա, որ չարից չպարտվեն։ Եվ աղավասիկ, եկեղեցվո պատմությունը ցույց է տալիս այն, որ իրոք լինում են դեպքեր, երբ որ ճակատամարտ, որևէ մի ճակատամարտ եկեղեցին տանուլ է տալիս, եւ թվում է, թե չարը հաղթել է եւ ուրախանում է իր հաղթանակով։ Բայց եկեղեցին հավաքում է իր ուժերը, խնամում է իր վերքերը, բուժում է իր ստացած հարվածները եւ գրանցում է հեշտական հաղթանակ։ Եվ երանի նրան, ով այդ հաղթանակից մաս եւ բաժին ունեն։ Եղիա Մարգարին դարձյալ վերադառնա, որ մենակ կանգնեց եւ մենակ հաղթեց։ Բայց ինչպես մեկ այլ տեղ Սուրբ գրքում կարդում ենք, Տերը ասում է, այնքան էլ մենակ չէի։ 7000 հոգի կար, որ թաքուն կերպով երբեք Բաղին չպաշտեց եւ թաքուն կերպով միշտ հետևեց ինձ։ Ուրեմն Եղիան մենակ էր հաճս աշխարհի, բայց 7000 հոգի աղոթում էր իր համար։ Եվ Եղիան Մարգարեն հաղթեց նաև այդ 7000-ի 7000 արդարների, թաքնված արդարների աղոթներով։ Այսօր էլ մենք կարիք ունենք 7000 արդարների աղոթքի, որպեսզի կարողանանք մեզ տրված, մեզ բաժին հասած պատերազմը
հաղթական ավարտին հասցնել եւ հասցնելու են։ Գուցե մեզանից ոմանք ընկնեն այդ պատերազմում, ընկնեն բարի բուն իմաստով, բայց եկեղեցին շարունակելու է իր հաղթական գործունեությունը դեպի անվախճան սահմանները մինչև Քրիստոսի երկրորդ գալուս։ Հետևաբար, դարձյալ եւ մեկ անգամ եւս կրկնելով նույն խոսքը, որ ասում է, եկեղեցվո հաղթանակին, որ նշանակում է, թե Աստծո հաղթանակին ոչ ոք կասկածելու կարիք չունի։ Բայց ամբողջ հարցը նրանում է, թե մենք մեզանից որևիցե մեկը մաս եւ բաժին կունենա այդ հաղթանակից, թե կընկճվի եւ կպարտվի եւ կնվաճվի չարի կողմից, ինչպես Տիրոջ աղոթքից հետո 12-ից մեկը նվաճվեց։ Տեսանք, որ Ավետարանում տեսնում ենք, որ Հիսուս չէ, որ այդ մաղթանքը, այդ աղոթքը հնչեցնում է, որովհետև տեսնում ենք 12-ից մեկը չկարողացավ հեռու մնալ չարից, նվաճվեց չարից, պարտվեց չարից, որ նշանակում է, թե դարձյալ եւ վերստի մեր Տերը ցույց է տալիս, որ այո, իր առաքյալների եւ իր առաքյալների հաջորդների մեջ կլինեն պարտվողներ, կլինեն չարին հանձնվողներ, կլինեն չարից ընկճվածներ եւ նվաճվածներ, կլինեն, հուդաներ կլինեն, հուդաները անխուսափելի են, Տերը կարող էր ընտրել 12 կադարյալներին եւ կարող էր մատնիչը լինել 12-ից դուրս, մեկ ուրիշ, բայց Տերը հատուկ ընտրեց մատնիչի հատկություն ունեցող մեկին նույնպես, որպեսզի ցույց տա բոլորիս եւ այսօր 2000 տարի հետո ապրողներիս ցույց տա, որ հուդաներ միշտ լինելու են եւ միշտ կլինեն։ Եղել են մեզանից առաջ, կլինեն մեր օրոք, կլինեն մեզանից հետո։ Բայց եկեղեցին իբրև ամբողջություն, իբրև Աստծո մարմին երբեք պարտության չի արժանանա եւ երբեք չարից չի ընկճվի եւ չի նվաճի։ Որովհետեւ Տիրոջ աղոթքը ընդունելի է, հասանելի է, կիրառելի է եւ հաղթական։ Եթե Տերը ասում է, ուզում եմ, որպեսզի չարից չնվաճվեն, ուրեմն այդպես էլ եղել է, այդպես կլինի եւ ապագայի։ Եվ ահավասիկ այսօր Երիա մարգարեի այս գիշադակի օրը, երբ որ մենք հավաքվել ենք հերթական անգամ մեր եկեղեցիներում Կիրակնորյա պատարագի, հիշելով Երիայի հաղթանակը չարի դեմ, պիտի հիշենք նաեւ բոլոր հաղթանակները եկեղեցվո իրեն բաժին տարբեր դարաշրջաններում բաժին ասած չարի արբանյակների դեմ։ Եվ այսօր էլ պիտի մաղթենք, որ որտեղից էլ որ գա հարձակումը եկեղեցու վրա, եկեղեցին պատրաստ է եւ պատրաստ պիտի լինի հաղթանակելու եւ չարի կողմից չնվաճվելու։ Եվ Տիրոջ խոսքը ուզում եմ, որ չարից չնվաճվեն, պիտի եւս մեկ անգամ իրականություն դառնա նաեւ մեր աչքի առաջ, մեր կողմից, մեր ջանքերով, մեր մասնակցությամբ, Տիրոջ փառքի համար եւ Տիրոջ խոսքի այդ հավիտենական հաստատման համար, որ եկեղեցին եւ եկեղեցվո ծառաները այս աշխարհից չեն, որքան էլ որ այս աշխարհի մեջ են, այս աշխարհի բոլոր իրականությունների հետ շփման մեջ են, բայց այս աշխարհի մեջ չեն։ Ուղղակի այս աշխարհի մեջ են չարի դեմ պայքարելու, չարին հաղթելու եւ երկնքի արքայության ժառանգորդների թիվը մեծացնելու համար։ Ուրիշ առաքելություն չունենք մենք այս կյանքում, եթե ոչ երկնքի արքայության ժառանգորդների թիվը մեծացնել, հրգել մարդկանց չարի ներգործությունից եւ առաջնորդել դեպի երկնքի արքայություն։
եւ այդ ճանապարհի վրա թե մեզ չկսպասի խաչելություն, թե մեկ այլ փորձություն, այդ ամենին պատրաստ պետք է լինենք եւ ենք։ Եվ աղոթում ենք, որ մեր ժողովրդին Տերը տա իմաստություն, խելք, կարողություն, գոնե այս հանգրվանին զանազանելու չարն ու բարին, եւ մերժելու չարը եւ գրկելու բարին։ Թող Տիրոջ սերը եւ օրհնությունը լինեն մեր ժողովրդի բոլոր զավակների հետ, այժմ եւ հավիտյանս, ամեն։